Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ, աշնանային գեղեցիկ տաք օր է, արևը շողշողում է, սա միջազգային ճանապարհն է, երևի արդեն գուշակեցիք, որ ես դեռ մեր շենքի մոտ եմ ու այնքան հավեսին տաք օր է, արևը ջերմացնում է, ճիշտ է, ծառերը ամբողջովին դեղնել են, տերևները դեղնել են կուզենում, այսպես նայում ես աշուն է, բայց եղանակի հետ չի եղանակի հետ չի գնում, սա մեր շենքն է և ես այս ճանապարհով գնում եմ Մասուրի, ինձ հետ վերցրել եմ դույլ, պես մի երկաթի կտոր շիշ, որ գցեմ այդ մասրենուց, քաշեմ ճյուղերը, վերևի մասուրները քաղեմ, որովհետև կողքերը այնքան են պտտվել, մասուր չեմ թողել, աշխատանքից էլ նոր եմ եկել ու այսպես բարձրանամ, գնամ մասուր հավաքելու, ճիշտ է տան գործերը, շատ տան գործեր ունեմ, բայց դա գիշերն էլ մութն են գնի, կարամ գործերս անեմ, իսկ այս դրսի գործերը, քանի երեխանակը բարեհաճո է մեր հանդեպ, բարեհամբույր է մեր հանդեպ, ես էլ դրանից օգտվեմ ու բարձրանամ, գնամ մի դույլ էլ էլի մասուր հավաքեմ, էլի ահագին բան է, այսպես պետք է բարձրանամ, շրանքներով, նեղ ճանապարհներով, տենց ոչ մի բանից չհուսահատվող, նաև չեմ վախենում, որ մենակ եմ գնում, դե գիտեք արդեն, զանգեցի, մարդկանց ասեցի, եթե չեն գալիս, արդեն ես սովորել եմ մենակության, մենակ կգնամ, գիտեք, որ չեմ վախենում, ամեն մի դրությունից էլ կարող եմ երևի դուրս գալ, իհարկե Աստծո օգնությամբ, մենակ չեմ, Աստված է ինձ հետ, մենակ այն ավատ, որ այս շիշը ինձ խանգարում է, սուր աչքն էլ մի բանի պիտանի չի, թե պիտանի է, նայեք, գյորզայի ձագը, ու գիտեք, չէ, իչքան թունավոր է ինքը, հողագույն, ասեմ, որ աշնանը էլ ավելի շատ են այս սողունները, կարող եմ սատկացնել, դե բայց գիտեք, այսենց ուղեկցում եմ ճանապարհեցի, մենակ թե այստեղ այս տանը փոքրիկ երեխաներ կան, որ զգուշանան, վտանգավոր է, արդեն եղանակը ցրտում են, քարի, խոտերի մեջ ցուրտ է, արդեն սողունները իրենց դուրս են նետում բներից, ուզում են դուրս գալ, արևի տակ ջերմանալ ու ճանապարհներին են շատ դուրս գալիս, աշնանն ու գարնանն են շատ դուրս գալիս, իսկ ամռանը գրեթե չեն էլ երևում, շոգից իրենք էլ են իրենց վատը զգում, ոտքերիս տակ նայելով գնում, վտանգը ամենուրեք էլ փորձանք, ուզում եմ ասել, սա ինչ է, սա էլ գործ էր սատկած, հացեք, իհարկե ես ոմանց համար կարող է տենց սիրուն չթվալ, բայց դե ինձ համար սա հիացմունք է և ես վայելում եմ աշնան գեղեցիկ պատկերները, ահա, և իմ սիրած պահն է, որ այս խազալի վրայով, չորացած տերևների վրայով պետք է քայլեմ ու շխ կա, իհարկե նաև աչքի ճոթով էլ նայում եմ, տեսնեմ, պոպոկնգաց չկա, կան, բայց երևի փուտ կլինեն, կոտրեցի ինչևիցե, փուդեր, լավերը արդեն վերջացել են, շարունակեմ ճանապարհս, կարծես թե էքսկուրսիա եկած լինեմ, չեմ էլ շտապում,
Իհարկե ամեն անգամ էլ այստեղից անցնելուց կանգ եմ առնում, ջուր եմ խմում, բայց այս անգամ ծարավ չեմ։ Հետ գալուց ինձ թվում է ես կծարավեմ։ Հիմա չեմ աշխատել, գործ չեմ արել, բայց մի հատ ձեռքս լվանամ։ Ընկուզից հետո կեղտոտվեց, չնայած ամասուր եմ քողելու, ինչ եղինջներ են եղել, դաղդղաններ, հովես, բա այս աղբյուրը են որ ջուր խմելու ցանկություն էլ չունենաս, ակամայից այս աղբյուրը քեզ կանչում է, թեկուզ դիտես նրա զուլալությանը ու մաքրությանը, ահա, այստեղ էլ արված է, սարքված է, որ անասունները գան ջուր խմեն։ Այքում կա կովերի նախիր, տենց ասած հերթ, մեր վայքի լեզվով, ու այսպես են տանում այդ մալիշկայի մոզի թաղերը արածում են։ Եվ գիտեք ինչ սիրելի հետևորդներ, կոֆե եմ բերել ինձ հետ, որ կոֆե էլ խմեմ։ Իհարկե լավ աշխատելուց հետո մասուր կհավաքեմ, կգամ հենց այս աղբյուրի մոտ, քարերի մոտ, ջուրը կա, օջախ կանեմ ու կոֆես կխմեմ։ Չնայած ջուրել էի մի փոքրիկ շշով վերցրել, պատրաստված եկել եմ ես մասուրի։ Մենակ միայնակ եմ, միայնակ։ Եվ այստեղ էլ այս քարերի մեջ էլ լավ լինում են, վերևն է կարելի է բարձրանալ, բայց ես գնամ հեռվից գամ, են որ քիչ եմ քաղաց լինում, գալիս եմ այս մոտիկ տեղերից Պետրոս լցնում եմ։ Ես չգիտեմ ինչու եմ այսքան սիրում այս դարը դաշտը, քար ու սարը, ձորը, են ձմռան, ձմեռն էլ իր տեղն ունի, բայց դե երեխա ժամանակ սիրել եմ։ Հիմա էլ եմ սիրում ձնագնդի ինչ որ խաղեր ձմռան հետ կապված, բայց դե որ հողամաս չկա, դա է վատը։ Դրա համար եմ նեղվում։ Թատվածից ես ասում եմ աջ թե ձախ։ Իհարկե ես աջ եմ գնում։ Գնում եմ դեպի ճանապարհ, այդ կողմերից քաղեմ։ Սա էլ չինական պատն է։ Կասեմ ես, որ սա էլ մոզի պատն է։ Այստեղ այս սարը տեսեք, այսինքն պարսպապատ է։ Երևի ժամանակին ինչ որ մեկը քարերով շարել է, իր հողատարածքն է, ասեմ որ այստեղ տնամերձ հողեր են։ Կարող է տուն սարքելու նպատակով է, բայց սիրուն շարել են, վայ իշքան օծ կլինի սրանց տակ, վայ, 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 վայ։ Հետաքրքիր է, չէ, բնությունը ամենուր եկել այսպիսի ժայռեր, քարեր և գրեթե մեր բոլոր մարզերում է, միայն մի քիչ Արարատի մարզն է, որ տենց ժայռոտ չի, բայց դե մեզ մոտ էլ Կարմիր բլուր են ասում, կա տենց լեռնային ինչ որ մի հատված։ Ուծում ես կարճաթև գնաս, կմրսես, երկարաթև ես հագնում, շոքում ես, բայց դե այսպես կկապեմ, մեկ է տեսար ամպած ակիսա ամպած եղանակ է, մեկ է տեսար ցրտեց, ապահովությունը լավ բան է։ Նայեք այս հրաշք տեսարանը, ինչքան հրաշք է։ Իմ հողամասի արտն էլ նայեք, ահա հողամասս այդ կողմի վրա է, գեղեցիկ տեսարան, ամպած, բայց դե արևն էլ, ահա, այս էլ արևը, կյանքի աղբյուրը։ Վերջապես հանդիպեցի
լավ մասուրի, որ ասեմ ընտիր մասուրա սուտ կլինի, սրանից լավերն էլ իհարկե կան, բայց կասեք նազը վատը չի, իրոք վատը չի, կարմիր հասած եւ ես հիմնականը քաղում եմ սա, լավաշ պատրաստեմ, թթու լավաշ, հատուկ մի անձնավորության համար, համ բուժիչ է, ինքը առողջարար ու առանց շաքարավազի եմ սարքելու, քաղեմ սա, տեղս էլ ենքան անհարմար է, երևում է ամբողջ ժայռեր, քարեր, որ հեռախոսս չեմ կարող ինչ-որ միտեղ դնել, հարմարեցնել, ամբողջը քարեր է, քաղեմ, շիշս այսպես գցում եմ ու քաշում եմ, մասուրի ճյուղը մոտենում է, եւ որ մոտենում է, ես էլ սենց ձեռքս տանում եմ, քաղում եմ հերթով, այն ճանապարհի կողմերը, որ գնացի, չկար, քաղել էին, եւ մի քիչ հետ եկա, ասեցի կայնի սա, քաղեմ են, որ ասում են նաղդը թողած ընկել էի Նիսիայի հետևից, հիմա սրանն է, դե քաղեմ, դժվար է, վերջում կցուցադրեմ ինչքան է, կամ որտեղ որ հարմար է ցույց կտամ, ճանապարհս փոխեցի, ուրիշ տեղ եմ գնում, ասեմ, որ այնքան էլ հաջող մասուր չի, քանի որ տնից դուրս եմ եկել, ոչինչ, մեքենա չունենալն էլ սա է, հա, մեքենայով լինենք այնքան լավ մասուրի դաշտի տեղեր կան, սա ճանապարհը ոտքի, արահետ գնամ, ինչ քարեր են, մի հատ մենավորը տեսամ, մի հատ մենավոր մասրենի տեսա լքված, ոնց որ լավն է, մինչև մոտ չգնամ չի երևա, տենանք ես ինչա, մենակ զգուշ բարեհաջողիչն եմ ես քարակույտերի վրայից, ահա, ոյ, չէ, ես էլ են չի է, ասա գլուխդ կախի, ուղիղ տուն գնա, բայց դե մի հատ կոֆե խմելուց հետո, անցած տարի ես մասուրն ես լավն էր, այս տարի չէ, չէ, չարժի քաղել, պետք է գնամ գյուղերի ճանապարհին, քաղեմ, այսօր գործերս տխուր, մասուր չկա, հույս չկա, որ կլինի, այս տարածներում են կողմերը, այնքան եմ եկե քաղե չկա, որն էլ կար երևի քաղել են, հոմենակ ես չեմ քաղում, մարդիկ թեկուս քիչ քաղում են իրենց թեյի, սոկի համար, գնամ, ինչ անեմ, գնամ են ներքևի մասերը քաղեմ, չլինի մի հատ կոֆե կխմեմ ուղիղ տուն, ժամանակը ոսկի է, ժամանակս չկորցնեմ, տունը 1000 գործ ունեմ, կոֆե խմեմ, մի ուղղություն էլ կա, գնամ այդ ուղղությամբ եմ մասուր հավաքեմ, գնամ տուն, միայն կոֆեից հետո, որովհետև գործից եկել եմ, տանը կոֆե չեմ խմում, քարերն էլ դե իմ սեղաններն են, ահա, հետո էլ կդառնա աթոռ, ուրեմն ինձ հետ ինչ եմ բերել, ջազվա, կոֆե, ջուրել եմ բերել, բայց դե ջրի մոտ էի, որոշեցի այստեղ խմել իմ կոֆեն, սա էլ կախիչը, ու դնեմ կոֆես, պետք է այստեղից լցնեմ, այդպես որոշեցի, մեկ բաժակ եմ բերել, մեկ գթալ է կոֆե, մերի մոտ են,
բայց դե էլի հավես է, բնություն է, դուրս։ Հա, լուսկի էլ եմ բերել, գտալ չեմ բերել, չափած արդեն։ Փայտերն էլ հենց այստեղ եմ օջախս անելու, այս ջուրն էլ պետք չեկավ, մի 2 սիրուն տափակ քար եմ ճարում, որ օջախս անեմ։ Են ամեն ինչի ճարն են գտնում են։ Սա մի քար, որ մեկը, որ մի կողմը, սենց կմաքրեմ, մի քար էլ այստեղ կդնեմ, սենց, բայց դե պետք է հավասար ինչ-որ տափակ քար գտնեմ։ Հիմա շատերդ կասեք, վայ նոզոք քեզ պետք է, բայց ինձ համար սա հաճույք է, հաճույք։ Եվ այստեղ մեզ մոտ ինչն է շատ փայտերը, 4 փայտեր են, խոտեր, փայտեր, նազուն էլ, բայց որ ասեմ ենքան է 4 չեն, նոր կտրած ճղեր են սրանք, ես խոտերից վերցնեմ 4, հա անձրև է եկել դրանից, բայց դե խոտ վերցնենք, Սա ցանկապատն է, իհարկե ներող եղեք, մի 2 ճյուղ պակասեց, այնտեղ էլի ճյուղեր կան, բայց այսօր ծխի մխի մեջ չի ընկել, ծուխ, մուխ, կրակ, մենակ թե կպնի, թե չէ այստեղի բնակիչները կիմանան, թե այստեղ պաժար է, հրդեհ է, ցելոֆանն է, որ հալվի վրան, լավ կլինի։ Ոնց որ թե լավ չեղավ։ Երիքա այս ցելոֆանը հալվեց, կկպնի։ Սենց անհաջող բան չէր եղել, բա չգիտեմ, մինչև կլնի, չանեմ, կոֆե պետք է խմեմ, ես նահանջող տեսակ չեմ, նահանջելը վատ բան է, մարդ իրա որոշումներից եթե հետ է կանգնում, դա արդեն թուլության նշան է, նա ոնց արեցի, ինչ արեցի, բայց դե արեցի, մենակ է վատ եղավ, որ ջազվային տեղ չկա, այս է սենց կպա, մենակ թե չանգնի, չնայած քամի է արդեն, դաշտում ինչու չարեցի կոֆեն, մի քիչ խոտերի մոտ, որովհետև շատ չոր էր, որ հրդեհ չբռնկվի, մարդ էս քամոտել է, կպցնի դարը դաշտը խայտառակ կլնենք, կասենի ինչով, նազելի նազը վառել է դաշտերը, տարածքը,
կրակի մեջ էլ թոսանց։ Ահա, այս քամինը իմ կողմից էր։ Թողեմ էլ թափվի, չէ։ Ահա, գոհ ենք ես կրակից, վերցնենք, ինչ ենք անում, ջուրը չնայած մոտ է, բայց դե հողով եմ հանգցնում, ստե 1000 խոտի դեզմես կա, 1000 բան կա, այսենց, հողով հանգցրեցի վերջ, ոչ տսիրենք, ոչ լսիրենք, ես էլ լցնեմ, վերջ, սա էլ իմ կոֆեն, և ես կնստեմ այստեղ ու կվայելեմ, և ես էլ նստեմ հենց այս քարի վրա, իմ մի բաժակ ստանջված, այս մեկ բաժակ կոֆեն վայելեմ, օջախի կոֆեն, որ ինչ ուլում զուլումով, տանջանքով սարքեցի, ջրի ձայնը ինձ հիշեցնում է հողամասի առվակի ձայնը, համով, այս թաղամասից գյուղի հոտ է գալիս, ինչպես նաև միևնույն ժամանակ հիշեցնեմ, որ սա գյուղ չէ, վայքի մի թաղամաս է, սեփական տներ, որովհետև օրեցօր ինձ միանում են շատ հետևորդներ և իրենց համար դա պարզ չի, կգրեն որտեղ է, գյուղում ես, ոչ վայքում եմ, դուք էլ ինձ լայքում եք, բայց անհնար էր, որ ես գնայի դաշտ, դժգոհ գնայի տուն, ճիշտ է մի քիչ եմ հավաքել, կես դույլ, բայց դա այն չի, այն մասուրի չի, ուրեմն ուղղությունս պետք է փոխեմ այս անգամ, որ մասուրի գնամ, խմեցի բաժակ ջազվա լվանամ, որ գնանք այստեղ ես ցելոֆան ունեմ, քանի որ լվանալուց հետո իրենք թրջվեն, ես էլ իրենց լվանամ կդնեմ ցելոֆանի մեջ, ուայ եղինջները, եղինջի ծակոցը բուժիչ է, բայց միևնույն ժամանակ շատ դաժան ցավում է, որ անընդհատ մռմռում է, և մի հատ էլ ջուր խմեմ, ահա, այ դե լծվի է, կեսից պահեմ, տեսնում եք և շտապելու բան չունեմ, համեղ ջուր, և մասուրի գնալուց ինչ էի ասել էի մի հատ այստեղ տանձ եմ տեսել ու պետք է գողանամ, շիշը որտեղ պետք եկավ այստեղ և ահա այս սիրունիկ տանձն էլ իմ բաժինն էր, ինչ ամուր է, այսպես էլ է լինում, ոչինչ չնեղվենք, համարենք սա ճանապարհորդություններ, գնացել էի դուրս է եկել բնություն կոֆե խմելու, ձեռքի հետ էլ մի քիչ մասուր հավաքեցի, ես սա այսօր այդպես կհամարեմ, ոչինչ, կարևորը որ ժամանակը շատ հավեսին անցավ, լավն էր, այստեղ լավ հող է, ամբողջը փայն է այստեղ, որովհետև այս ճանապարհով կովեր են գնում գալիս ու միշտ փայնոտ հող,
Գեղեցիկ աշուն է, գեղեցիկ տեսարան։ Ու ես էլ այսպես իջնեմ տուն։ Սա էլ իմ հետ վերադարձը։ Կուկու։ Գեղեցիկ այգի է, չէ՞։ Հավեսիներ մշակում են իրենք։ Հասա ճանապարհը, ոնց եկել է էքյորը փոշման, հետ դարձա տուն։ Բայց դե էլի չեմ հուսահատվում, դուք էլ բաժանորդագրվեք ու լայքեք։ Լավ մնացեք, սիրելի հետևորդներ, առողջ եղեք։ Ողջույններ բոլորիդ, ես խոհանոցում եմ ու վերջապես ինչ եմ առել ես, իմ ուզած խաղողն եմ վերցրել։ Մի նայեք է հրաշք, ասեմ, որ սա դամսկի պալեց են ասում, ասեմ, որ ինքն էլ շիլա կարած է։ Ենքան սիրուն այնքը դեղին, ուրեմ այս խաղողի երկու տեսակ կա, մեկը տենց կանաչավուն է, բայց սա հենց դեղին, իսկ ականչամիջինը այս դեղին խաղողն է։ Ու ես մեր մոտի բանջարեղենի խանութից եմ վերցրել, գիտեմ հեսա իմ տենց ծանոթները մեզ շրջապատ մեր տարածքում գտնվող հետևորդները կգրեն որտեղից ես առել մեր շենքի դիմացի բանջարեղենի խանութից, որտեղից որ վերցրել էի նեխուրը, այն ընտիր նեխուրները։ Ու հիմա ես այս խաղողից չամիջ եմ պատրաստում, կորիզով է լինելու, բայց դե գիտեք, կորիզներն էլ ինչքան վիտամին են իրենց մեջ պարունակում։ Անկորիզ էլ եմ արել, անկորիզ խաղողից էլ եմ սարքել, բայց սա ավելի տենց իմ դուրը գալիս է։ Մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից գայթակղիչ ճթեր, որ իսկական չամիջի։ Սա էլ անեմ ու հաջորդը արդեն կանցնեմ կարալյոկին, ահա, դեղին, քաղցր, շարբաթ, որ շարբաթ ասում են, իսկական այս խաղողն է, ես ասել էի, որ ստանան անպայման ինձ անգահարեն, որ ես վերցնեմ, չամիջս սարքեմ, ջուրը արդեն եռացել է, ինչ է պահանջվում, ջուր և սոդա, ու իհարկե տրամադրություն աշխատելու համար։ Ջուրը ուզում է եռալ, հեսա սոդան կավելացնեմ։ Մինչև սոդային ավելացնելը մի բան ասեմ, այն նախանց հետևորդուհիների համար, որ իմ այս համեղ բորշին պոչու ականջ էին կպցրել, չնայած դա իրենց գործն է, գրել էին բորշ առանց մսի, միս կար։ Ես ասացի, որ ուզում եմ առանց միս պատրաստել, հերիքա դուք ուրիշին մսերը ծամեք, եփում եմ իմ ճաշատեսակները և ոչ մեկի չեմ պարտադրում, որ իր ճաշատեսակը առանց մսի պատրաստի, դուք ոնց ուզում եք պատրաստեք ու հերիքա ուրիշի միսն էլ ծամեք, դա ես ասում եմ նրանց, իսկ ինչ վերաբերում է իմ Լիլիթի դաստիարակությանը, նորից եմ ասում, որ շատերդ կերազեիք Լիլիթիս պես դաստիարակված, խելացի հասկացող լինեիք։ Դե ինչ անցնենք մեր գործին։ Մամի սպասի, բարևեք։ Բարևի։ Բարև ձեզ մեր սիրելի հետևորդներ։ Մամ, ես իջամ դուրս։ Իջի։ Մամ, համել չես նկատել քո պլուսկանայի վրա։ Նկատել եմ։ Լավ, անցանք մեր գործին, ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրադարձին։ Ես էլ իմ գործերով եւ մի հետաքրքիր բան էլ կա ասելու, ամեն մարդ թող իր դարդով տապակվի։ Սա այսպես քիմիական ռեակցիա սոդան ջրի հետ, թշած, ես իմ չամիջը պատրաստեմ ու զրուցենք։ Ես չեմ զարմանում մարդկանց վրա ու չեմ էլ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, ինչ-որ բաներ ասել, ես իմ ճաշատեսակը այդպիսին է, ես էլի կա ճաշեր, որ ասում եմ, միշտ չեմ ուզում գցել, ուղղակի
Ես իմ սառնարանը այս պահին որ բացեմ, ցույց տամ ինչքան միս կա։ Գալիս է մի պահ, որ մարդ ձանձրանում է միս ուտելուց։ Հյուր պետք է ունենա ու ես աղացած ձավարով ճաշ պետք է պատրաստեմ ու իմ հյուրը ասել է, որ նազ միշ չլցնես, միշ չգցես մեջը։ Տեսնում եք, չէ՞։ Դա թե չէ Աստծուն փառք, այսօր բոլորն էլ աշխատում են, կարող են միս առնել ուտել։ Ահա, սա էլ հանեմ, թող չճաքի, բացել եմ, նայեք ինչ լավն եմ։ Վայ, խաղողը չի լվացել եմ խաղողը ու թաթախում եմ տաք ջրի մեջ, հանեմ։ Եվ խորհուրդ կտամ այն մարդիկ, ովքեր չամիչ չեն պատրաստում եւ անպայման ուզում են պատրաստել, սա է բաղադրատոմսը, գաղտնի ոչ մի բան չկա։ Իսկ այս տեսակի խաղողից հրաշք չամիչ է լինում, համեղ չամիչ, բնական, քաղցր, այն որ չիր, հա, չիր չամիչ կարելի է ասել։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ վատ մեկնաբանություն են գրում, էլի ես չեմ պատասխանում նրանց, իմ փոխարեն պատասխանում են իմ բարի կամեցող հետևորդուիները ու զգում եմ հետ խոսքերը ոնց որ թե իրենց վրա վերցնեն, իրենց տենց դիպչի ու տակը գրառում են անում։ Շնորհակալ եմ հետևորդներ ջան, որ դուք ինձ այդքան սիրում եք, գնահատում եք։ Ես էլ շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ, դարձել ենք արդեն տենց, ոնց ասած, մի ընտանիք, մեկս մյուսով ուրախանում ենք, ես էլ ուրախանում եմ ձեզանով։ Օրինակ այսօր ես հիվանդանոցում հանդիպեցի իմ հետևորդուհուն, իհարկե ինձանից տարեց էր, մոտ երևի որ ցույց չասեմ 60 տենց տարեկան կլիներ, այնքան ուրախացա, որ ինձ հանդիպեց ու ես էլ շատ ուրախացա, Մալիշկա գյուղից էր, Սաթենիկ է անունը, ասեմ, որ շատ ուրախ եմ տիկին Սաթենիկ ջան, ինձ հրավիրեց մի օր Մալիշկա եւ ես մեծ սիրով կգնամ իհարկե, ես այնքան ուրախացա, մոտեցավ ինձ ոնց որ թե 100 տարի իրար ճանաչեինք, ես էլ ոնց որ ինձ հարազատ մարդու տեսած լինեի, շատ ուրախացա, այո, այնպես որ ինձ համար էլ է ուրախալի, երբ որ հանդիպում եմ հետևորդներիս։ Սոդան դնեմ տեղը, այնտեղ մի քիչ խառնաշփոթեմ, Այդտեղ այստեղ լավ չի չորացել, որ բերենք, տեղադրենք, թող լավ չորանա, որ տենց նամշահոտ չգա, խոնավության հոտ չգա, ահա, մի քանի ջուտ կվերցնեմ չեմ անի, կուտենք, մեկ է տեսար հենց Լիլիթը ուզեց խաղող, երեխու համար մի քանիսը պահենք։ Ահա այսքան խաղողը ես թողեցի ուտելու, սոդայի ջրի մեջ թաթախել եմ, տանեմ, կախեմ ներսի պարանից։ Ասեմ, որ այս տարի մեղուները հարձակում չեն կատարում, հետաքրքիր է թե ինչու։ Մի քանի օրվանը երևի կչորանա, քանի որ արևը նորից լավ ջերմացնում է։ Ահա, եւ ես եկա պատշգամբ, սա Աշոտի սենյակն է։ Աշոտի սենյակի մոտցել այս պարանից կգցեմ։ Զգույշ, որ չթափվի։ Հապլա։ Իրար կողք եմ անում, որ մարլայով փակեմ։
ու աշխատում ենք այս պարանը իրար չտալ։ Սենց։ Լավ է, Աստծուն փառք։ Կախեցի։ Աստծուն փառք, կախեցի։ Տեսեք ինչ հավեսին է։ Երկնքի ֆոնը կապույտ։ Եվ սա էլ մեր աշնան բարիքները ձմռան համար։ Դե որ դուրս եմ եկել պատշգամբ, մի հատ էլ ուսումնասիրենք, մայրամուտը տեսնենք, արևը մայր է մտնում արդեն ու այսպես էս էլ մեր վայքը հավեսին, սիրուն, խաղաղ, տաղոք մի քանի օրից արդեն շուտով նոյեմբերը կլինի ու չես ասի, որ նոյեմբերն է գալու, աման թող տաք լինի, թող տաք լինի։ Մտաներ սանցնեմ իմ գործերին, տանը 1000 գործեր ունեմ, կտորներն եմ որ լվաց, մաքուր սիրուն որ լինի, բերեցի ներս, հողամասի եգիպտացորենն է, ուզում եմ տեսնել, չորացել է, ադի բուդի եմ գնում սարքել։ Հեսա բերեմ արդեն մարլայով էլ կփակեմ, ասեմ, որ են վարակույրը հյուրասենյակի համար չեղավ կարճեր, Աշոտի սենյակը կախեցի, վարակույրը ավելորդ չի լինում։ Ահա, շատ լավ վարակույր է, թող մնա։ Իհարկե հեսա, ես մի հատ այստեղ մաքրեմ նոր։ Բայց մինչև այդ ամեն անելը ես ուզում եմ ցույց տալ այս հրաշք ծաղիկները, որ Ծաղկևան գնալու ժամանակ մեզ նվիրեցին Ազատավան գյուղում, իմ հայրենիքում, Արտաշատում, որ շատ լավ են պահպանվել մնացել, շատ սիրուն, ջուրն էլ նոր փոխեցի, դրեցի խոհանոցում։ Ահա, փորձեմ ազատվել այս շերտերից, ինչու էի թողել ուրան, որովհետև ինձ ով սերմը տվել էր, ասել էր, որ մի շերտ անպայման թողեք վրան, թող այդպես չորացրեք, հիմա ես փորձել եմ, մի հատ սա պտղտեմ, ուզում եմ փորձել, տեսնեմ, լավ է չորացել, թե ոչ, ինքը ընտիր, տենց սորտի կուկուրուզա, պտղտելուց երևում է, որ չորացել է, դես ու դեն չթռնի։ Ինքան լավ է, որ մարդ օգտագործում է իր ստեղծած բարիքները, ճաշակում է, վայելում է, ամեն ինչ ունենում է տանը, ամեն ինչ։ Հիմա հանեմ մի հատ կաթսա ու փորձենք։ Էլի թարսվեց։ Հենց այս տապակի մեջ էլ կանեմ։ Գրել էին նազ գազօջախդ փոխի ակցիաներ են։ Սիրելի հետևորդներ, ես լավ գիտակցում եմ ինձ ինչ է հարկավոր, ինչ է պետք, բայց ամենքս էլ մեր տան հարցերը գիտենք, այդ պահին ինչն է անհրաժեշտ, ինչը առաջնայիններն ենք լուծում, կարգավորում։ Իհարկե ես էլ կուզեմ փոխեմ գազօջախս, բայց խնդիրներ կան, որ պետք է հենց այս չափի գազօջախ վերցնեմ, չափը պետք է սրա չափ լինի նեղ, որ կահույքը չխախտվի։ Այն լավ, որ կահույքի վրա են հավաքում, դրանից վերցնեմ, ուրեմն պետք է այս, ինչ են ասում, այս տալիշնիցան փոխվի, այս մեբելի երեսը փոխվի ընդհանուր։ Տեսնենք, դեռ
շատ հարցեր կան մինչև դա, առաջնային շատ բաներ կան։ Ցանկացած մարդ էլ ուզում է, որ ամեն ինչն էլ լավ լինի, հասցնի, անի, ով չի ուզում, բայց դե հերթով աղ ենք անում։ Չգիտեմ, փորձում եմ, լավ կլինի, չի լինի, թող չլինի, ով է ինձ կախելու, գնդակահարելու։ Քանի հատիկ։ Տեր Աստված ինձ չթողես փոշման։ Չէ, լավ չի բացվում։ Լավ չի։ Լավ չի չորացել։ Որովհետև ես վերջում անձրև եկավ մի լավ հեղեղ, տանը չէ, Լիլիթն էլ հազիվ հասցրեց չրերը հավաքել։ Փորձեցի սիրելի հետևորդներ, լավ չբացվեց։ Ասեմ, որ անձրևը երևի նորից խոնավեցրել էր։ Փորձեցի, այս դեպքում փորձը փորձանք չբերեց, բայց ասացվածք է, չէ, այդպես ասում են, փորձը փորձանք չի բերում, բայց ոչ, կան փորձեր, որ իրոք իրենցից փորձանքել են ներկայացնում, զգույշ մնանք փորձանքներից, հեռու մնանք փորձանքներից, ինչ էլ կփորձենք, որ չի ստացվի, թող նման բաները լինեն, այն անհաջողության վատ տեսակը նման բանը հանդիսանա, և բոլորիս կյանքում էլ թող փորձանքներ չլինեն, կոֆե դնեմ, կոֆե խմեմ, սա էլ իզուր էդ բան հոտը գցեցի խոհանոցում։ Արանքում ինձ ինչ մնաց, կացա լվանալը, տապակը, որ լվանամ, իհարկե մի երկու աման-չաման էլ կա, դրանք էլ լվանամ ու երևի թե անելիք չունեմ, ոչ չունեմ, ամեն օր ձեռքի հետ տան մի անկյուն մաքրում եմ, դասավորում եմ, երեք ուրեմ ինչ եմ մաքրել, դարակներն եմ սիրուն մաքրել, լվացել, Ամանները ժավել տենց ռախշայով անով մաքրել եմ, սիրուն մաքուր, որ լինի։ Եվ իմ կոֆեն էլ խմում եմ հանգիստ, մի վայրում, իմ սենյակում, ծաղիկներիս մոտ։ Գնամ այնտեղ ու ժամն է, որ ես իմ վլոգը մոնտաժեմ և ձեզ էլ ասում եմ, լավ մնացեք, առողջ եղեք, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։ Իմ այս անկյունում հրաշ ծաղիկներիս ներկայությամբ վայելեմ կոֆես խմեմ։